Եվրամիությունը աննախադեպ ֆինանսական, քաղաքական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին, հարգելի բարեկամներ։ Ես խոստացել էի, որ կներկայացնեմ, թե վերջին շրջանում ինչպես է Եվրամիությունը ֆինանսական աջակցություն ցուցաբերում Հայաստանին կապված Ռուսաստանի տնտեսական պատժամիջոցների հետ։ Ինչպես գիտեք, Ռուսաստանն արգելել է հայկական գյուղմթերքի որոշ տեսակների ներմուծումը, ինչը առաջացրել է նաև ճգնաժամ վնասներ է տվել մեր գյուղարտադրողներին, ինչպես գիտեք, Ռուսաստան հիմնականում մեր արտահանումը պատրաստի ապրանքների արտահանումը գյուղատնտեսական ապրանքներ են եւ որքան Ռուսաստանը ըստ էության ճնշումները ավելի է մեծացնում Հայաստանի նկատմամբ, այնքան Եվրամիությունը փորձում է օգնության ձեռք մեկնել եւ դրանք կարելի ասել ուղիղ համեմատական են։ Ես խոստացել էի, որ կանդրադառնամ առանձին հաղորդմամբ հենց Եվրամիություն-Հայաստան հարաբերություններին։ Եկեք մեր հաղորդումը բաժանենք մի քանի մասի, հետո վերլուծականով կամփոփենք։ Ես կներկայացնեմ նախ լուրերը, թե ինչպես է Եվրամիությունը պատրաստվում այս առևտրային պատերազմում Ռուսաստանի եւ Հայաստանի միջև, այդպես կարող ենք բնութագրել, որ ընթանում է, որովհետեւ Հայաստանի իշխանությունները քայլ է կատարում դեպի Եվրամիություն, ինչը բնականաբար առաջացրել է Ռուսաստանի վրդովմունքը, չնայած Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չի համարձակվում միակողմանիորեն դուրս գալ հապկից ու ԵԱՏՄ-ից, այլ հռչակում է, որ փորձում է բալանսավորել։ Բայց ռեալ պոլիտիկում մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը գնում է Հայաստանի նկատմամբ սահմանափակումների ճնշումների, այսինքն այն քաղաքականությունը, որը վարել է Մոլդովայի Վրաստանի նկատմամբ, իսկ Եվրամիությունը խրախուսում է, որպեսզի Հայաստանը դուրս գա ռուսական ազդեցությունից։ Մենք լուրերին կծանոթանանք, թե ինչպես է Եվրամիությունը փորձում աջակցել Հայաստանի իշխանություններին եւ Հայաստանին առանձին հատվածներով եւ վերջում կհամեմատենք նաեւ, թե ինչ է սպասվում Հայաստանին ելնելով Մոլդովայի Վրաստանի օրինակից։ Տեսեք, մեզ եվրոպացիների հետ կապված ռուսական կողմնորոշման մարդիկ կամ միակողմանի վախեր ունեցող մարդիկ ասում են, որ Հայաստանը կկործանվի, որ Ռուսաստանը եթե արգելամիջոցները դրեց գյուղատնտեսական, հետո նաև անցավ էներգետիկ, ապա Հայաստանը տարբերակ չունի, ուղղակի մենք հայտնվելու ենք տնտեսական կոլապսին։ Այդտեղ կա որոշակի ճշմարտություն, բայց չափազանցված է, ես դա ցույց կտամ, չի կարելի այդպես ապոկալիպտիկ վախեր մտցնել, որովհետև ամեն դեպքում Հայաստանը իրավունք ունի իր հարաբերությունները զարգացնելու թե Եվրամիության, թե Միացյալ Նահանգների, թե ում հետ ասես, եւ Հայաստանը այնուամենայնիվ անկախ ինքնիշխան պետություն է, այլ ոչ թե Ռուսաստանի դաշնային սուբյեկտ, որ իր արտաքին քաղաքական հարաբերությունները անպայմանորեն համաձայնեցնի Մոսկվայի հետ։ Բայց մյուս կողմից Հայաստանը ԵԱՏՄ-ի հապկի անդամ է, Ռուսաստանի հետ ունի դաշնակցային պայմանագրեր, որքան էլ դրանք չեն գործում, եւ ուզած չուզած պետք է հաշվի նստի Ռուսաստանի դիրքորոշման հետ։ Այստեղ է խնդիրը իմ մոտեցման տարբերությունը քարոզիչներից, ռուսամետ եւ արևմտամետ, երբ ես առաջային մղում Հայաստանի շահը, այսինքն մենք ուզում ենք հասկանալ միասին սիրելի բարեկամներ, թե որտեղ Հայաստանը կարող է շահել, որտեղ տուժել եւ ինչպես։ Եվ ես միակողմանի ռուսամետների ապոկալիպտիկ պնդումներին կհակադարձեմ հենց Մոլդովայի եւ Վրաստանի օրինակը, որ նրանք չեն կործանվել, որ Մոլդովային որոշակի առումով հաջողվել է բալանսավորել եւ իր գյուղմթերքը, որ ժամանակին արտանում է Ռուսաստան, կարողացել է կիսով չափ արտահանել Եվրամիություն։ Վրաստանի դեպքում դա այդքան էլ չի հաջողվել, կնայենք նաև Վրաստանի օրինակ եւ հասկանանք ինչու չի հաջողվել։ Եվ Վրաստանը ստիպված եղավ գնալ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը եւ այսօր իր գյուղմթերքների 60%-ից ավելին արտահանում է այնուամենայնիվ Ռուսաստան։ Մենք այդ երկրների օրինակով կմոդելավորենք, թե ինչը մեզ սպասվում։ Եվ չընկնենք ամեն մեկի քարոզչական հիմարաբանությունների մեջ։ Եվ նաև ծայրահեղ արևմտամետների այսպես կոչված, որ մեզ Եվրամիությունում սպասում են, որպեսզի հարստացնեն, որպեսզի ջրի պահեն, մեր փրկությունը այնտեղ եւ այլն եւ այսպես շարունակ։ Ես, դուք ինչպես եթե հետևել եք իմ հաղորդումներին, դեռ տարիների կտրվածքով գիտեք, որ ես Եվրամիությանը Հայաստանի անդամակցության կողմնակից եմ, բայց ես ելնում եմ Հայաստանի անվտանգության շահերի առաջնահերթությունից։ Տեսնում եմ, որ հերթի մեջ սպասում են 9 երկրներ եւ Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Թուրքիա այդ հերթից նույնիսկ դուրս են եւ կրկին սպասում են եւ Հայաստանին հերթից շուտ չեն ընդունելու։ Եվ մինչեւ հերթի մեջ հայտնվելը Հայաստանը պետք է ապահովի իր անվտանգությունը եւ երբեք մեկ առավելության դիմաց չկորցնի 10 առավելություն։
երբեք նոր թշնամիներ ձեռք չբերի։ Եվ այդ մոտեցումը հիմնավորելու համար ես նաև ցույց կտամ, որ այո, Հայաստանը պետք է խորացնի հարաբերությունները Եվրամիության հետ։ Հայաստանը երբեք չպետք է միակողմանի կախվածություն ունենա Ռուսաստանից կամ որևէ մեկից, եւ իր շուկաները, իր տնտեսական հնարավորությունները պետք է բազմազանեցնի։ Եվ դա Հայաստանի շահն է, Հայաստանի անվտանգության, տնտեսական բարեկեցության շահն է։ Ոչ Ռուսաստանը պետք է որևէ ձև արգելի Հայաստանի շփվելու Եվրամիության հետ, եւ ոչ էլ Եվրամիությունը Հայաստանին պետք է վերացի հակառուսական պլացդարմի։ Սա է իմ ելակետը, եւ եթե դուք համաձայն եք իմ հետ, վերջում ես բոլոր փաստերը կհամադրեմ, հավանեք, տարածեք, բաժանորդագրվեք, ձեր աջակցությունը ինձ համար մեծ նշանակություն ունի, որպեսզի հաղորդումները դառնան շարունակական եւ դուք հնարավորություն ունենաք ոչ միայն քարոզչական նյութեր նայելու, այլև ստանալու բազմակողմանի օբյեկտիվ տեղեկատվություն, հատկապես որ ես այդ մասնագետն եմ, քաղաքագետ, եվրոպագետ եւ եվրոպական հարցերով ես ունեմ առանձին շահագրգռվածություն ձեզ ցույց տալու այն իրականությունը, որը կա։ Եվ այսպես, հունիսի 17-ին, երբ արդեն պարզ դարձավ, որ Ռուսաստանը տնտեսական արգելամիջոցներ է դրել, Financial Times պարբերականը, որպես աղբյուր ես կնշեմ, ես օգտվելու եմ միայն արևմտյան հեղինակավոր աղբյուրներից իմ տեղեկատվությունը ձեզ մատուցելու սիրելի բարեկամներ։ Տեսեք, Եվրամիությունը պատրաստում է առևտրային աջակցություն Հայաստանի համար։ Եվ լուր հայտնվեց հենց Financial Times-ում, որ Բրյուսելը մշակում է արտակարգ առևտրային միջոցառումներ Ռուսաստանի ներմուծման այդ սահմանափակումների ի պատասխան Հայաստանին աջակցելու համար։ Եվ Եմեն եւ Մոսկվան ավելի ու ավելի են մրցակցում հարավային Կովկասում ազդեցության համար։ Սա ամերիկյան Financial Times-ի հոդվածն է։ Ես կներկայացնեմ նորությունը, այնուհետև մենք կվելուծենք։ Այդ ուրեմն միջոցառումները իրականացնում է իրականում Եվրահանձնաժողովը, այսինքն Եվրահանձնաժողովը գիտեք ինչն է, դա ոնց որ Եվրամիության կառավարությունն է։ Եվրամիությունը որպես վերազգային անդրազգային ինստիտուտ պետություններից տարբերվում է նրանով, որ ունի սեփական կառավարման օղակները, որոնք ընդունում են որոշումներ, որոնք պարտադիր են անդամ պետությունների համար։ Եվ Եվրահանձնաժողովը դա փաստացի կառավարությունն է։ Եվ Եվրամիությունը ունի նաև պետությունների միջև, սա պետություններից դուրս է, անդամ պետությունների միջև կոլեգիալ մարմին, երկրորդ կառավարություն, դա Եվրոպական խորհուրդն է, որտեղ արդեն պետությունների ղեկավարներն ու արտգործնախարարներն են որոշումներ կայացնում։ Իսկ բուն Եվրամիության, այսինքն միության կանոնները որոշում է Եվրահանձնաժողովը։ Տեսեք, մշակում է այնպիսի ինքնավար առևտրային միջոցառումներ, որոնք կնվազեցնեն հայկական սննդամթերքի եւ գյուղատնտեսական արտադրանքի մաքսատուրքերը։ Այսինքն, որպեսզի Հայաստանի գյուղատնտեսական ապրանքները հնարավորություն ունենան մուտք գործելու եվրոպական շուկա, Եվրահանձնաժողովը որոշել է վերացնել այդ ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը, որպեսզի դրանք ավելի հարմար գնով կարողանան մտնել եվրոպական շուկա, քանի որ մաքսատուրքերի դեպքում դրանք կլինեն թանկ եւ ըստ էության պահանջարկ չեն ունեն։ Այստեղ հարկավոր է նկատի ունենալ սիրելի բարեկամներ, որ սա դրական քայլ է, այսինքն Եվրամիությունը որոշակի արտոնություններ է տալիս, բայց թե որքանով հայկական գյուղմթերքը, որ հիմնականում իր որակով, իր փաթեթավորմամբ, իր չափանիշներով, իր ֆիտոսանիտարական նորմերով հարմարեցված է ԵԱՏՄ-ի ռուսական շուկային, որքանով է համապատասխանում եվրոպական չափանիշներին։ Սա խնդրեմ է, այսինքն Եվրամիությունը իր քայլը կատարում է, որքանով որ հնարավոր է, հա, նաև ֆինանսական միջոցները տրամադրելու, այս մասին ես մի քիչ ուշ կներկայացնեմ, բայց մենք պետք է հասկանանք, որ երբ լսում ենք, որ Եվրամիությունը նման ընդառաջ քայլ է կատարել, դա չի նշանակում, որ բոլոր այդ գյուղմթերքը, որոնք պետք է գնային Ռուսաստան, հեշտությամբ մտնելու են Եվրամիություն, որովհետև սա առևտրային ընդհանրապես հարաբերությունները ունեն երկու բաղադրիչ։ Դրանք մաքսային սահմանափակումներն են եւ ոչ մաքսային, ոչ տարիֆային։ Հայկական ապրանքները խնդրեմ ունեն ոչ տարիֆայինի հետ։ Դրանք եվրոպական ստանդարտներն են որակի, նաև մյուս խնդրեմը լոգիստիկան է, այսինքն ապրանքը մինչև հասնում է ենթադրենք եվրոպական որևէ սուպերմարկետ, այնքան ծախս է կատարվում դրա վրա։ Լոգիստիկ, այսինքն Հայաստանից մինչև կհասնի ֆրանսիական կամ ցանկացած եվրոպական, թեկուզ արևելաեվրոպական սուպերմարկետ, հսկայական ծախսեր են, հսկայական պահանջների բավարարում է, որը վերջնական գնի վրա է ազդում եւ փաստորեն հայկական ապրանքը դառնում է ոչ մրցունակ։ Հայկական ապրանքը կարող է մրցունակ լինել, երբ այն վերամշակված արտադրանք է, որը ցավոք սրտի մենք շատ չունենք արտահանելու։ Դրանք խմիչքներ են, որը եվրոպական շուկայում գեր լցված են, ֆրանսիական, իսպանական, իտալական խմիչքները, դժվար թե հայկական խմիչքները հատկապես
դրանք որ բրենդի մարքեթինգ այնուամենայնիվ Եվրոպայում այնքան չի, այսինքն հայկական կոնյակը թեկուզ այնքան հայտնի չէ, որքան ռուսական շուկայում, սրանք խնդիրներ են։ Ես սա նշում եմ, որ դուք պատկերացնեք, որ թեև Եվրամիությունը չափազանց կարևոր քայլեր է կատարում, բայց արդյոք մենք կարող ենք հայկական արտադրանքը, որոնք գնում է ռուսական շուկա, ըստ էության փոխհատուցվի եվրոպական շուկայում, դա մեծագույն խնդիր է եւ մենք դա վերջում Մոլդովայի եւ Վրաստանի օրինակներով կտեսնենք։ Տեսեք, Financial Times-ը հողում անելով իր աղբյուրներին ինչ է ներկայացնում, որ այդ նախաձեռնությունը պատասխաներ, այսինքն Եվրահանձնաժողովի որոշումները Հայաստանում վերջերս կայացրած ընտրություններից առաջ Ռուսաստանի կողմից սահմանված ներմուծման սահմանափակումներին։ Բրյուսելը կարծում է, որ դրանք նախատեսված են Երևանի արևմտամետ կառավարության վրա ճնշում գործադրելու համար։ Հիմա ժամանակն է աջակցել նրանց եւ ցույց տալ, որ մենք կարող ենք լինել հուսալի գործընկեր։ Իդեպ նման բովանդակության նաև տեղեկատվություն հրապարակել է Պոլիտիկո պարբերականը, որը հայտնեց, քիչ անց դրան կանդրադառնա, որ Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը հուլիսի 1-ին այցելելու է Հայաստան եւ ցույց է տալու, որպես ղեկավար, որպես Եվրամիության ներկայացուցիչ, Եվրամիության աջակցությունը Հայաստանին եւ Հայաստանի իշխանություններին։ Ուրեմն Financial Times-ի աղբյուրների փոխանցմամբ միջոցառումները, որոնք պահանջում են անդամ պետությունների մեծամասնության եւ Եվրախորհրդարանի հաստատումը, կվերաբերեն ռուսական արգելքների տակ գտնվող մոտ 20 ապրանքային կատեգորիաների մեծ մասին, որոնց տարեկան ընդհանուր արժեքը կազմում է մոտ 420 միլիոն եվրո, բայց մենք հետո կտեսնենք, որ Եվրամիությունը այս պահին շտաբ կարգով ցուցաբերելու է ընդամենը 34 միլիոնի եւ առանձին 50 միլիոնի աջակցություն։ Բայց սա էլ է պետք հասկանալ, սիրելի բարեկամներ, սա կարևոր նրբություն է, ենթադրենք 420 միլիոն եվրոյի տուժվելու ենք ռուսական շուկայում, որովհետև արգելվում են արտահանում այնտեղ։ Եվրամիության ֆինանսական աջակցություն ամենևին չի նշանակում, որ ուղիղ այդպես այդքան գումար գնալու է պետական բյուջե կամ տնտեսվարողներին։ Սա մեծագույն մոլորություն է, որ կարող է տպավորություն ստեղծվել, որովհետև այդ աջակցությունը վերաբերում է ոչ թե առանձին անհատներին, այդպես բիզնեսներին կամ Հայաստանի կառավարության բյուջեին, այլ որոշակի, օրինակ, դոտացիաներ է դա նախատեսում, ասենք այդ միլիոն աջակցության մեջ որոշակի չափ, օրինակ, արտոնյալ վարկ է տալիս փոքր ու միջին բիզնեսին գնելու ենթադրենք եվրոպական սարքավորումներ։ Այսինքն այդ աջակցությունը դրան է վերաբերում, ոչ թե Եվրամիությունը հենց այնպես անվճար փող է տալիս, որ դու քո վնասները հատուցես։ Սա պետք է հասկանալ։ Եթե սա չենք հասկանում, ուրեմն մենք չենք հասկանում, թե Եվրամիությունը ինչով է օգնում, եւ հետագայում մենք որ տեսնենք, որ գյուղացին տուժված է, որ ասում է ինձ որևէ փող չեն տվել, որ մենք տեսնում ենք, որ եթե ռուսական շուկա էր գնում, ենթադրենք 10,000 տոննա, բայց Եվրոպայի գնացել ընդամենը 300 կամ 600 տոննա, չզարմանանք։ Եվ եթե բերքի մեծ մասը փչանալու է թափի, կրկին չզարմանանք։ Եվրամիությունը օգնում է պետությանը, որպեսզի ինքը նախապատրաստվի այն ստանդարտներին ու չափանիշներին, որպեսզի ինքնուրույն կարողանա արտադրել այնպիսի ապրանք, որը կարտահանվի Եվրոպա։ Եվրամիությունը դրան է աջակցում։ Հնարավորինս, այլ ոչ թե վնասները ուղղակի փոխհատուցում է։ Չկա նման բան։ Եվ բայց սա նույնպես կարևոր է, որովհետև մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը համարժեքորեն իր ձեռքն է մեկնում դժվար իրավիճակում գտնվող Հայաստանին այս պարագայում։ Սա պետք է գնահատել, բայց նաև պետք է պարտավորություն վերցնի Հայաստանի կառավարությունը, իշխանությունը, որ այդ գումարները, որ վերցրեց, նպատակային է ծախսելու թե ոչ։ Ուղղվելու է այն խնդիրների լուծմանը, որ հայկական ապրանքների այսպես ինչպես ասում են, պերեօրիենտացիա ռուսերեն բառով ասած, կարող է որքան քանի տոկոսով հայկական ապրանքները կարող են ռուսական շուկայի փոխարեն արտահանվել Եվրոպա։ Սա լրջագույն խնդիր է։ Եվ կառավարությունը, պետությունը պարտավոր է հաշվետվություն տալ, թե ինչպես է Եվրամիության աջակցությունը օգտագործել որողություններով եւ ինչի համար, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չմնա, որ այդ փողերը ընդամենը բյուրոկրատական ինչ-որ մեխանիզմներով գնում եւ կորում են։ Սա է խնդրեմը մեր իշխանությունների, որ նրանք դեռևս այդ ուղղությամբ ոչինչ չեն ներկայացնում, ուղղակի այսպես նշվում է եւ անցնում են առաջ, բայց քանի գյուղացի տուժեց, տնտեսությունը որքան տուժեց, դեռ մենք հետագայում կարող ենք գնահատական տալ։ Մենք հետո տեղեկանում ենք, սիրելի բարեկամներ, որ կոնկրետ աշխատանքային խումբ է կարծես թե ձևավորվում այդ խնդիրները լուծելու հասցեագրելու համար եւ հանձնաժողովը կառաջարկի առանձին առևտրային միջոցառումներ, որոնք կօգնեն հայկական բիզնեսներին մուտք գործել ԵՄ-ում նոր շուկայական հնարավորություններ եւ կաջակցեն երկրի տնտեսության այնտեղ, որտեղ այն ամենաշատն է տուժում։
Տեսեք, այսպեսի նախադասություն է, որը կարդալուց ոչինչ չենք հասկանում։ Մենք միայն լսում ենք աջակցության մասին, բայց կարևոր է հասկանալ գործնականում թե դա հենց իմ ասածը դա էր, թե որտեղ են ուղղվում ինչ միջոցառումների համար։ Որքան ի վերջո կարճաժամկետ հեռանկարում հայկական գյուղմթերքի քանի տոկոսը, որ արտահանվում է Ռուսաստան, քանի տոկոսն է կարող արտահանվել Եվրամիություն։ Եվ այստեղ ես կբերեմ հենց Մոլդովայի Վրաստանի օրինակը, տեսեք, 10 տարում Մոլդովան կարողացել է ընդամենը իր արտահանման կեսը ուղղել Եվրամիություն։ Բայց Մոլդովայի խնդիրն ինչն էր, որ նա անմիջական հարևան է Եվրամիությանը, լոգիստիկ խնդիրներ չունի ինչպես Հայաստանը, հա։ Ռումինիան իր հովանավորն ու հարևանն է, այսինքն ինքը ունի կոնկրետ հարևան պետություն եվրոպական, որը իրեն աջակցում է, Ռումինիան։ Եվ Մոլդովան կարողացել է 10 տարվա ընթացքում իր կախվածությունը Ռուսաստանից 50%-ով պակասեցնել, բայց նույնիսկ այդ պարագայում մինչև այսօր մոլդովական գյուղմթերքի որոշ տեսականի այնուամենայնիվ արտահանվում է Ռուսաստան։ Եվ հենց Մոլդովայի Վրաստանի դեպքը ավելի դժվար է, Վրաստանը 60%-ով դեռևս կախված է ռուսական շուկա արտահանումից, եթե ոչ ավելի, մինչև 80% կապված կոնկրետ վրացական գինիների եւ հանքային ջրերի հետ։ Այստեղ լոգիստիկան, այստեղ աշխարհագրական դիրքն է ամեն ինչ որոշում։ Մենք տեսնում ենք, որ Մոլդովան հեշտ է հաղթարել, որովհետեւ Եվրոպայում է փաստացիորեն, ցամաքային կպած է եւ ունի հովանավոր։ Վրաստանի դեպքում թեև ծովով է կապված, բայց այնուամենայնիվ հեռու է եւ լոգիստիկ կապերը, տնտեսության եվրոպական ստանդարտներին դեռևս ոչ ամբողջության համապատասխանեցման խնդիրը Վրաստանին կանգնեցրել է փաստի առաջ, եւ Վրաստանը ստիպված եղավ Ռուսաստանի հետ գնալ հարաբերությունների կարգավորման։ Մեր պարագան շատ ավելի բարդ է։ Մենք չունենք այնպիսի հարևան եվրոպական երկիր եւ ծովով դեպի կապ Եվրոպա, որպեսզի լոգիստիկ խնդիրները կարողանանք հաղթահարել, Վրաստանը ամբողջությամբ չի հաղթահարել, ուր մնաց մենք։ Եվ այս փաստը հաշվի առնելով Հայաստանը պետք է շատ զգույշ քաղաքականություն վարի։ Եվ Եվրամիությունը պետք է հասցնել նաև Եվրամիությանը, որ Հայաստանը ունիկալ բարդ իրավիճակում է եւ պահանջվում են ավելի մեծ ռեսուրսներ ու աջակցություն, քան կարելի էր տալ Մոլդովային ու Վրաստանին։ Բայց միաժամանակ եվրոպացիներին հնարավոր չի ապուշի տեղ դնել սիրելի բարեկամներ, եթե դու կոնկրետ Եվրամիության անդամակցության հեռանկար չես ուրվագծում, հա, դու շարունակում ես ասել, որ մենք մնալու ենք ԵԱՏՄ-ում, մինչև մի օր լավ որ բացվի, կարող ուզենանք անդամակցենք Եվրամիությանը, որը Նիկոլ Փաշինյանի կուրսն է, հայտարարական հետևողական կուրս է։ Այսօր Նիկոլ Փաշինյանը ասում է, որ ԵԱՏՄ-ից դուրս չի գալու, մինչև այն ժամանակ, երբ կարող է պատրաստ լինենք ԵՄ-ին։ Ռուսներն էլ ասում են, մենք չենք պատրաստվում ֆինանսավորել ձեր անդամակցությանը Եվրամիությանը։ Այստեղ Հայաստանը կանգնում է տուպիկի առաջ եւ Եվրամիությունը շատ ավելի մեծ աջակցություն պետք է տա Հայաստանին, քան Մոլդովային ու Վրաստանին, որպեսզի մենք տնտեսական եւ անվտանգային ռիսկերը կարողանանք չզոքացնել։ Սա է խնդրեմը։ Եվ արդեն այդ նորությունից հետո Financial Times-ից, որ հողում արեցին, ընդամենը մի քանի օր հետո պարզ դարձավ, որ Եվրոպական հանձնաժողովը հավելյալ 50 միլիոնից բացի նաև 34 միլիոն եվրո է ուղղելու մասնավոր հատվածի վրա աջակցություն, այսինքն կոնկրետ մասնավոր հատվածի, որը վերաբերում է ծաղիկների, ինչպես գիտեք, արգելքին եւ գյուղմթերքի արգելքին, ռուսական սահմանափակումների հետ կապված։ Եվ նշվում էր կրկին եվրոպական պաշտոնական հետ Եվրամիության պաշտոնական կայքում, որ Նախագահ ֆոն դեր Լայենի եւ վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցից ընդամենը 2 շաբաթ անց ԵՄ-ն արդեն իսկ իրականացնում է Հայաստանի եւ նրա ժողովրդի աջակցության ուղղությամբ ստանձնած հանձնառությունները։ Եվրոպական միության պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է հետեւյալը, ուշագրավ է այս նախադասությունը. Եվրոպական միությունը հաստատակամորեն կանգնած է Հայաստանի որպես ինքնիշխան, ժողովրդավարական եւ անկախ երկրի կողքին։ Մենք տրամադրում ենք ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլև օգնում ենք Հայաստանին ավելի հեշտացնել առևտուրն իր հարևանների եւ Եվրոպայի հետ։ Սա մեր ամենամոտ գործընկերներից մեկի նկատմամբ եվրոպական համերաշխության գործնական դրսևորումն է։ Եվ ինչ կարող ենք եզրակացնել սիրելի բարեկամներ, որ Ռուսաստանի պատժամիջոցները իսկապես դեռևս սկիզբն են։ Դրանք կարող են տարածվել մինչև էներգետիկա, այսինքն եթե մենք իսկապես ցանկանում ենք ամբողջությամբ քաղաքականությունը տանել դեպի Եվրամիության անդամակցություն, մենք պետք է պատրաստ լինենք Ռուսաստանի կողմից հնարավոր բոլոր այդ ճնշումներին։ Եթե ոչ, մենք այստեղ կարող ենք հայտնվել մի վիճակում, որ ուղղակի Եվրոպայից ինչ որ բան ենք քերում, որից տուժում է մեր ժողովուրդը, բայց արդյունքում Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում եւ Ռուսաստանի կախվածության մեջ։ Այն քաղաքականությունը, որը որդեգրել է Նիկոլ Փաշինյանը, այդ մասին մենք շատ ենք խոսել, հավասարակշռման քաղաքականություն չէ, որքան էլ նա դա հայտարարում է։
Հավասարակշռման քաղաքականությունը բարում է Ադրբեջանը օրինակ։ Նա ոչ ԵԱՏՄ-ում է, ոչ ԵՄ-ում, բայց երկուսի հետ էլ ունի լավ առևտրային, տնտեսական եւ քաղաքական հարաբերություններ։ Վրաստանն ու Մոլդովան հավասարակշռման քաղաքականություն չեն վարում, նրանք ռեալ Եվրամիության անդամակցելու կուրս են որդեգրել, չնայած Վրաստանի նահանջը ինչ-որ իմաստով կարող ենք համարել հավասարակշռման փորձ, բայց այնուամենայնիվ Վրաստանը ցանկություն չի հայտնում անդամակցել ԵԱՏՄ-ին եւ դեռևս Եվրամիության հետ գտնվում է ազատ առևտրային գոտու մեջ, այսինքն եվրոպական ինտեգրման կուրսից էլ չի հրաժարվել։ Հայաստանը հռչակելով հավասարակշռման քաղաքականություն դեռևս գտնվում է ԵԱՏՄ-ում եւ հապկում։ Արդյոք դուրս կգա Հայաստանը դրանից, Նիկոլ Փաշինյանը ասում է, որ ոչ, բայց միաժամանակ մենք փորձելու ենք դիվերսիֆիկացնել մեր հարաբերությունները։ Արդյոք սա բերում է արդյունքի։ Մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը փորձում է աջակցել, բայց պետք է կոնկրետ գործնական երևա, տնտեսությունը արդյոք կարողանում է իսկապես դիվերսիֆիկացվել։ Մենք սկզբում ենք գտնվում այս իրադարձությունների, մենք կարող ենք դրա մասին դատել կես տարի հետո, մի տարի հետո, բայց արդեն կանխատեսելի է, որ այս քայլերը թե ողջունել է Եվրամիության աջակցությունը, բայց բավարար չի լինելու, որովհետև Հայաստանը Ռուսաստանի տնտեսությունից կախվածությունը հնարավոր վնասները չափվել են ոչ թե 34-50 միլիոն եվրոյով, որոնց մեծ մասը ես կրկնում եմ ուղիղ փոխհատուցում չէ, այլ օրինակ անտոկոս գրանտներ են, վարկեր են, գրանտներ են, ինչ որ ինֆրաստրուկտուրային ծրագրեր են, ֆինանսավորում է նաև բարեփոխումների ուղղությամբ, այսինքն դրանք այնպես չէ, որ ուղիղ փոխհատուցում է վնասների։ Չափվում են միլիարդներով Ռուսաստանից կորուստները, միլիարդավոր դոլարներով։ Բայց պետք է հասկանալ, որ վախվորած ապրել, կզած ապրել, դառնալ ինչ-որ մեկի համար ենթակա, դա էլ հեռանկար չէ, սիրելի բարեկամներ։ Պետք է փորձել աշխատել այնպես, որ Հայաստանի դիվերսիֆիկացումը տնտեսության ունենա կոնկրետ արդյունքներ ուղղակի։ Իսկ դրա լուծումներից մեկը որն է, որ ես օրինակ կտեսնեի եւ ես օրինակ մի այլ հաղորդման ձևաչափում ձեզ կասեի, տեսեք կան գործնական արդյունքներ։ Դա եվրոպական ուղղակի ներդրումներն են Հայաստանում, որ եվրոպացիները, եվրոպական խոշոր ընկերությունները գան եւ հատկապես զարգացնեն այն ոլորտները, որտեղ Հայաստանը կարող է ունենալ համեմատական առավելություն եւ եթե անգամ Ռուսաստանի շուկայից մենք ինչ-որ միլիարդավոր կորուստներ ունենանք, մենք իմանանք, որ միլիարդավոր օգուտներ ունենք Եվրամիության հետ, օրինակ IT ոլորտում ներդրումների, օրինակ Եվրամիության բիզնեսները գան այստեղ ներդրումներ անեն ենթակառուցվածքների մեջ, Հայաստանը դառնա իսկապես հաբ տարածաշրջանային առևտրի համար, այսինքն Հայաստանը գան օրինակ այդ թեկուզ տարածաշրջանային առևտրի առումով ինչ որ ապրանքներ գան Հայաստան, Հայաստանից հետո տեղափոխվեն, հա, այսինքն դա դառնա տարանցիկ ճանապարհ, որը եւ նաեւ իրականացվում է այդ ծրագիրը ինչ որ իմաստով։ Բայց դա որպեսզի մենք ռեալ շոշափենք, մենք պետք է տեսնենք ուղիղ եվրոպական լուրջ միլիոնավոր, միլիարդավոր եվրոների ներդրումներ։ Երբ որ դուք լսեք, որ Հայաստանը եկել լուրջ եվրոպական ընկերություններ ներդրումներ անելու, այդ ժամանակ կարող ենք մենք հույս ունենալ, որ Ռուսաստանի որոշակի կորուստները ռուսական շուկայում ինչ որ իմաստով փոխհատուցվում են, բայց այս միլիոնավոր եվրոների աջակցությունը թեև քաղաքական լուրջ աջակցություն է, որի համար պետք է շնորհակալ լինել, վերջնականորեն չեն լուծելու խնդիրը։ Հետևաբար մենք կրկին լսելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը վեր է կյանալու եւ ասելու է, ոչ մենք ԵԱՏՄ-ից դուրս չենք գալիս, մենք ուղղակի փորձում ենք բալանսավորել եւ ԵԱՏՄ-ում մենք մեզ լավ ենք զգում։ Եվ տեսնենք, հիմա մենք կհետևենք իրադարձություններին, տեսնելու թե մինչև որտեղ կարող է Նիկոլ Փաշինյանը համարձակվել, որքան հեռու կարող է համարձակվել գնալ։ Առայժմ Նիկոլ Փաշինյանը հեռու չի համարձակվում գնալ, որովհետև արդեն պատկերացրեցիք, թե ինչ ռիսկերի մասին է խոսքը։ Սա էր, ինչի մասին ես կուզեի խոսել, մենք կհետևենք իրադարձություններին, ես պարբերաբար ձեզ կներկայացնեմ, թե ինչ նոր զարգացումներ կան, այնուամենայնիվ Հայաստանը իրավունք ունի եւ պետք է զարգացնի իր հարաբերությունները Եվրամիության հետ հնարավոր բոլոր ուղղություններով։ Դուր գա դա Ռուսաստանին թե ոչ, բայց միաժամանակ անհնար է եւ հիմարություն է անտեսել Ռուսաստանի զգուշացումներն ու Ռուսաստանի շահերը, որովհետեւ անտեսելու պարագայում մենք ունենալու ենք լուրջ անվտանգային եւ տնտեսական կորուստների ռիսկեր։ Թե որքանով է Հայաստանի իշխանությունը ունակ լինելու այդ ռիսկերը կառավարել եւ նոր աղետների առջեւ մեզ բերելու թե գուցե հնարավոր լինի իսկապես հասնել բալանսավորման քաղաքականություն, մենք հետագայում կհամոզվենք։ Առայժմ փոփոխությունները միայն սիմվոլիկ են, միայն խորհրդանշական են, գործնական փոփոխություն քաղաքականության կտեսնենք թե ոչ, մենք կտեսնենք առաջիկայում եւ ես այդ մասին ձեզ
կպատմեմ եւ կներկայացնեմ։ Հավանեք, տարածեք, բաժանորդագրվեք, մեկնաբանեք։ Ձեր աջակցությունը շատ կարեւոր է ինձ համար շարունակելու այս հաղորդումները։ Կհանդիպենք։